Դուք հենման կետ ունեցել եք բիզնես սկսելիս։ Այդ գումարները, որ ժամանակին ստացել եք, դա եք նաև ներդրում արել։ Խառը գործերի մեջ լինելը միշտ բնավորություն է։ Արսեն, դուք մեր հայրենիքի ամենահաջողակ մարզիկներից մեկն եք, Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոչի ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ, բայց այս ամենի մյուս կողմում գործարար եք ու բիզնեսմեն։ Ես գիտեմ, որ սպորտի հանդեպ սերը շատ վաղ տարիքից է եղել, որովհետև սպորտային ընտանիքում եք մեծացել ու հետաքրքիր է բիզնեսի հանդեպ սերը երբ է սկսվել։ Փոքր տարիքից, որ գնում էի սպորտի ու միշտ տենում էի, որ ընտանիքում աշխատում են, որ այնպես անեն, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք ու ես այդ ամեն ինչը սովորել եմ հայրիկիցս ու մի հատ բան է ինձ ասել, որ ես սաղ կյանքիս ընթացքում կհիշեմ, ասել է երբեք չամանչես փող աշխատելուց, ինչ գործ ուզում լինի, եթե դու անում ես այդ գործը, որ քո ընտանիքին ավելի լավ պահես, ուրեմն դու այդ գործը պետք է անես, գումար աշխատելու մեջ ամոթ բան չկա։ Ու ես առաջին անգամ հիշում եմ, թե ինչ գործ արեցի, հայրիկիցս գումար վերցրեցի, բայց ասեցի ես այդ գումարը վերադարձնելու եմ, 20,000 դրամ էի վերցրել, ես դրանով գնեցի ձմերուկ ու բերեցի, վաճառեցի, մենք ապրում ենք այնպիսի տեղ, որ շարժը շատ մեծ է ու կարող ես տանդեմից ամեն ինչ էլ վաճառել ու ես բերեցի, վաճառեցի ձմերուկը ու գումար աշխատեցի ու սիրեցի, որ կարող եմ ես իմը վաստակել ու սպորտի հետ համատեղ կարողանում էի համատեղեի ու համ գումար աշխատեի, համ սպորտով զբաղվեի։ Մինչև հիմա։ Մինչև հիմա։ Իսկ հիմա ինչ բիզնես գործունեություն եք ծավալում։ Հիմա շատը իմ ուշադրությունը շինարարության վրա է։ Այս պահին փորձում եմ շատ հողատարածքներ գնել ու շինարարություն անել, բայց չեմ վաճառում հիմա միայն ստեղծում եմ սպորտի հետ, կարողանում եմ համատեղել շինարարությունը ու հիմա սպորտի հետ կարողանում եմ անել։ Ես գիտեմ, որ նաև լավ ներգրավված եք գործի մեջ լինում ու նաև օրինակ կարող եք մրցաշարերի ժամանակ հեռախոսով, հոլովակներով հետևել, թե ինչպես է շինարարությունը ընթանում, ճիշտ է։ Այո։ Դա չի շեղում։ Չէ, ընդհակառակը, ես ոնց որ այդ ամեն ինչին սովորել եմ ու ոնց որ իմ քաշքցելու ժամանակ ուշքում միտքս ոչ թե այդ մի բաժակ ջուր խմելն է, հաց ուտելն է, այդ ոնց որ դնում եմ, նայում եմ ոնց է ընթանում գործերը, լավ է, լավ չի, բայց ես չեմ ներվայնանում, օրինակ ինչ որ մի բան որ վատ է լավ, ես չեմ ներվայնանում, որովհետև իմ առաջնային գործը սպորտի մեջ է։ Ես եթե անգամ 100-200 հազար էլ այդ գործի մեջ կորցնեմ, ես դրա մասին չեմ մտածի, ես նես չի մի գիշեր չեմ քնի, ասեմ ես այդքան գումար եմ կորցրել, եղել են տենց պահեր, որ կորցրել եմ, բայց իմ առաջնային գործը սպորտն է, ես սպորտի մասին մենակ պետք է մտածեմ, ու եթե ինչ-որ խնդիր էլ առաջանում, կան մարդիկ, որ այդ ուղղակի ես իրանց մի հատ գրում եմ, իրանք այդ խնդիրը այդում են վերացնում են։ Այսինքն ցրվելու ձև է նաև ձեզ համար, ստրեսը հաղթահարելու։ Ստրեսը հաղթահարելու այդ սպորտային լարվածությունից դուրս գալու մի ձև է, որ ես փորձել եմ փոքր տարիքից ու ես տենց եմ սովորել, որ ուզենամ հիմա ես գնամ սենյակը քնեմ ու հաջորդ պարապմունքին էլի գնամ, չեմ կարա։ Պետք է ինչ-որ մի բանով զբաղվեմ ու մարզիչս էլ ասում դու չես կարող նստել ու գաս մենակ պարապմունքի մասին մտածել, դու օրվա մեջ այնքան բան ես անում, որ հիմա նստես, չես կարող կենտրոնանաս էլի քո պարապմունքների վրա։ Բայց պարապմունքների ժամանակ վստահ եմ, որ ամբողջությամբ կենտրոնացած եք միայն իմ առավելությունը այն է, որ ես մտնում եմ գորգ, միայն մտածում եմ պարապմունքի մասին։ Ես չեմ կարող մտածել էսի ստեղ լավ չեղավ կամ չգիտեմ վատ եմ զգում կամ այս գործը վատ եղավ, ստեղ այս բանը լավ չեն արել, ես կյանքում տենց չեմ մտածում, ես մտագորգ միայն մտածում եմ այդ օրը ինչ եմ թազա նոր սովորելու, ինչ սխալ եմ ուղղելու։ Կենտրոնացումը ու այդ կարողությունը կենտրոնանալու, որ կա սպորտում, բիզնեսում օգնում է։ Սպորտը ինձ սովորեցրել է ուժեղ մնալ ու ամեն ինչ հաղթահարել, իսկ բիզնեսի մեջ ես սովորել եմ
պատասխանատվություն ունենալ։ Ու երկուսը որ համատեղում ես, հասկանում ես, որ մեկը մյուսին օգնում է, այնտեղ ուժեղ մնալ, չհանձնվելու բան է սովորում, իսկ ստե պատասխանատվություն ու սպորտում էլ է պետք է պատասխանատվությունը ունենալ ու ես կարողացել եմ այդ երկուսը համատեղեմ ու մեկը մյուսին ինձ օգնում է ու ես կարողանում եմ այնպես անել, որ իմ սպորտին չխանգարի։ Կան ինչ-որ բանաձևեր սպորտում, որոնք սովորել եք ու ձեզ բիզնեսի մեջ օգնել են։ Ես միշտ սենց եմ մտածում, ես սպորտում այնպիսի դժվարություն եմ տեսել, այնպիսի բաներ եմ հաղթահարել, որ կյանքում հələ չի եղել այնց բան, որ ես ասեմ, էսի դժվար է։ Ուղղակի ցանկություն է պետք ու համբերություն։ Սպորտում էլ է համբերությունը պետք, բիզնեսում էլ ու յուրաքանչյուր գործի մեջ համբերություն է պետք։ Եթե համբերություն ունեցար ու ճիշտ ամեն ինչ արեցիր, հաջողության ես հասնելու։ Իսկ եթե համբերություն չունեցար, մենք սիրում ենք հիմա, որ մի անգամից շատ գումար աշխատենք, դա դժվար է։ Դա պետքա հասնես դրան, որ մի անգամից շատ գումար աշխատես, բայց երբ նոր ես սկսում, պետք է համբերություն ունենաս, քչից նոր շատացնես։ Իսկ սպորտում էլ այտենց պետք է պարապես ամեն օր առանց հանձնվելու համբերատար, որ մի օր գա քո ուզածը լինի։ Ու սպորտում էլ ամեն մեկի վախտը մի օր է գալի։ Դու չես կարող ասել, երբ կլինես օլիմպիական չեմպիոն, եթե այս մի օլիմպիական խաղերը չեղավ, մյուսը չեղավ, այն մյուսը կլինի, որովհետև որ նայում ենք ցանկը թե ովքեր են օլիմպիական չեմպիոններ եղել, ովքեր են որ տարիքում եղել ու տենում ես մարդկա 36 տարեկանում, 39 տարեկանում, դրա համար համբերություն է պետք, ամենակարևորը առանց հանձնվելու աշխատել, եթե առանց հանձնվելու աշխատում ես, ամեն ինչ ոնց որ օրը գալու է, Աստված քեզ տալու է։ Բիզնեսում էլ նույնն է, պաստորեն։ Բիզնեսում ես մի հատ էլ լավ բան եմ հասկացել, երբեք պետքա դիմացինից չխաբես։ Եթե խաբեցիր, 10 անգամ ավելի կկորցնես։ Պետքա արդար լինես, որ արդար վարձատրվես ու ավելի լավ լինի գործերդ։ Եթե ինչ-որ մի բանի մեջ ուզեցիր խաբես, հաստատ 10 անգամ ավելի կորցնելու ես։ Դուք հենման կետ ունեցել եք բիզնես սկսելիս, թե ինձ միշտ հայրս ասել է, ես ամեն ինչով քեզ կօգնեմ, բայց ես 15 տարեկանից փորձել եմ ես ինքս ամեն ինչ անել ու ոչ ոք ոնց որ չի օգնել, ոչ wokից չեմ վերցրել ինչ-որ մի բան, որ նոր բան ստեղծեմ, ես ինքս ինձանով կարողացել եմ ինչ ունեմ, այդ ամեն ինչը ստեղծել, ոնց որ 19 տարեկան էի, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դարձա ու ես այդ չեմպիոն դառնալուց գումարներ էի ստանում ու այդ գումարները պետքա ճիշտ կառավարես, ճիշտ օգտագործես, որովհետև այդ գումարը հա չի գալու, արդեն ընկերուհի ունեի, մտածում էի նշանվելու մասին, հետո ամուսնանալ, արդեն մի քիչ պատասխանատվություն եղավ իմ մոտ, որ ես պետքա լավ տուն ունենամ, լավ ավտո, լավ գործ ունենամ, որ կարողանամ ամուսնանամ, երեխեք եմ ունենալու, որ կարողանամ պահեմ, որ սպորտից չխանգարի։ Ես ոնց եմ որոշել, որ պետք է ամուսնանամ։ Ես առաջինը որոշել եմ, ես պետք է կայանամ, որ չլինի այդ կենցաղային հարցերը, որ ինձի խանգարի սպորտի մեջ։ Եթե ես հիմա չկարողանայի ինչ-որ իմ ընտանիքին ապահովեի, ես պետքա սպորտից դուրս գայի, գնայի աշխատեի, որ բերեի իմ ընտանիքին ապահովեի, որովհետև սպորտի մեջ ինչ ուզում եք չես կարա, նու կարաս ապրես, բայց չես կարա լավ ապրես, ու ես էլ ոնց որ ուրիշ ձև եմ պատկերացնում կյանքը, ես ինչ տենում եմ, այդ ամեն ինչը պետք է անեմ, ինչ մտածում եմ, այդ ամեն ինչը պետք է անեմ։ Ես չեմ սիրում օրինակ մի բան տեսա, ես ուզեցի անեմ, եթե ես չարեցի, կարող է մի ամիս չկարանամ քնեմ գիշերը։ Իմ ուղեղի մեջ միշտ է տալնում, որ ես ինչի համար եմ այսքան տանջվել, ինչի համար եմ այսքան աշխատել, որ ես այս բանը ուզեցի անեմ ու չեմ կարողացի անել։ Դրա համար ես ոնց որ ավելի շատ սկսեցի 19 տարեկանից հետո աշխատել, ավելի շատ ձգտել, որ մի բան ստեղծեմ, որ կարողանամ ամուսնանամ, երեխեք ունենամ ու միշտ, չգիտեմ, խի փոքրից ասում էի, ինչքան տուն կարողանամ կառուցեմ, այդքան շատ երեխա եմ ունենալու։ Արդեն շատ տուն եմ կառուցել, ինձ ասում եմ, բայց մենք այդքան շատ երեխա չենք ունենալու։
Ես որոշել եմ, որ 5 երեխա պետք է ունենամ, շատ եմ սիրում մեծ ընտանիքը, մենք էլ ենք մեծ ընտանիք էլի, 5 երեխա ենք եղել ու տենց պետք է համաաշխատեմ, որ ընտանիքս լավ ապրի, ամեն ինչից օգտվի, համե կարողանամ աշխատեմ, որ սպորտի մեջ ինչ ուզում եմ, կարողանամ այդ ամեն ինչը անել։ Փաստորեն այդ գումարները, որ ժամանակին ստացել եք, դա եք նաև ներդրում արել Այո։ բիզնես սկսելու համար։ Հետաքրքիր է։ Ձեր կինը միշտ ձեր կողքին է ձեր մարզական կարիերայի ընթացքում, գիտեմ, որ շատ հաճախ կարող է ձեզանից ավելի լավ իմանալ ձեր մրցակիցներին, ձեզ օգնել։ Բիզնեսում էլ է այդպես կա։ Չէ, բիզնեսից չի հասկանում։ Ահա։ Պատկերացում է չունի, բայց սովորելու վրա է։ Ես տենց իրան հնարավորություններ տալիս եմ, որ ինչ-որ մի բան առնի, ծախի, բերի, որ կարողանա ինչ-որ մի բան անի, որ սովորի։ Բայց ձեզ օգնում է։ Չէ, ինքը չի կարող իմ գործերի մեջ ինձ օգնի, իմ գործերը այնպիսին է, որ ինքը չի հասկանա այդ ամեն ինչից։ Ու բիզնեսի մեջ մի հատ շատ կարևոր բան կա, դա կապերն է։ Դա ես ունեմ սաղ աշխարհում մեկ ընկերներ ունեմ, որտեղ ինչ-որ մի բանից խոսում են, միշտ ընկերներս ասում են Արսենին ասեք այդ։ Իրոք ես կարողացել եմ լավ ընկերներ ձեռք բերել ու այդ ընկերության շնորհիվ ես կարողանում եմ յուրաքանչյուր բան, որ մտածեմ, որ կարող եմ դա ես անել, ուրեմն ես կարող եմ դա անել։ Հետաքրքիր է մարզիկի ճանապարհը միևնույն է միայնակ ճանապարհ է, չնայած որ կան մարզիչները, մարդիկ ովքեր օգնում են, բայց այդ ծանրությունը դուք եք քաշում։ Բիզնեսում եք նույն մոտեցմամբ, թե ունեք գործընկերներ, մարդիկ ովքեր գործնականորեն ձեզ հետ անցնում են այդ ճանապարհը։ Դե իմ չափ չեն անցնում այդ ճանապարհը։ Մեկը ես եմ այդ ամեն ինչի գլխին, բայց կան մարդիկ, որ ոնց որ նայում են, որ սխալներ չլինի։ Յուրաքանչյուր գործի ժամանակ դու պետք է գլխին լինես, չես կարող ոչ մեկին վստահել։ Նու կարող ես վստահել, բայց այդ մարդը չի հասկանա այդ ամեն ինչը որ անի, եթե հասկանար ինքը մենակ կստեղծեր այդ ամեն ինչը, մենակ կաներ։ Դրա համար հիմա ոնց որ մենակ եմ, բայց ունեմ ընկերներ, որ համատեղ կարողանում ենք գործեր անել իրար հետ։ Ես ու մի հատ էլ առավելություն ունեմ, երբեք ինչքան փող կորցնեմ ընկերոջս հետ, ես դա հետ չեմ վերցնի, ինչ ուզում եմ լինի կամ չեմ խոսա դրանից, գործ ենք արել, կորցրել ենք, ես մեր մեջ չի կարա հարաբերություն վատանա, ու եղել է տենց պահեր, որ կորցրել ենք, օքեյ ասում եմ, գործ ենք անում, կարանք էլի կորցնենք, ասում եմ, բայց ոնց էլի դու այսքան ներդրում ես արել, ասում եմ, օքեյ, գործ է, հիմա կարա ես ամեն ինչը ես մենակ անեի, ու ես մենակ կորցնեի, բայց հիմա իրար հետ ենք արել, ես ոչ թե դու այդ փողերը վերցրել ես, տարել ես, ծախսել ես կամ չգիտեմ, ինչ որ կորցրել ենք, գործի մեջ ենք դրել, կորցրել ենք, հիմա տենց էլ լինում, կարանք աշխատենք, այդ ամեն ինչը հետ բերենք։ Այս մտածողությունը որտեղից։ Որ միշտ առաջնային է եղել իմ համար սպորտը, ոչ թե փողը, բիզնեսը, դրա համար ես տենց եմ միշտ նայել ամեն ինչին։ Մարզական ընկերները ձեր ինչպես են արձագանքել բիզնեսմեն Արսենի գործունեություններին դարբեր։ Ընկերներս արդյոք աջակցում են։ Ընկերներս միշտ չէ պատկերացնում, ասում ոնց ես հասցնում։ Այն դուք բոլորին ճանաչում եք, առաջատար են սպորտսմենները, որ աշխարհի Եվրոպայի օլիմպիական չեմպիոններ են, միշտ ասում են, բայց դու ոնց ես հասցնում այդ ամեն ինչ, էլի, որտեղ ու ինչից խոսում են, ասում եմ, հա, հեսա կասեմ, էդի կա, ասում եմ, դու ասում ամեն ինչի մեջ կաս, էլի։ Ու իրոք են որ երևի չի խանգարում ու որ չեմ էլ մտածում որ կխանգարի, դրա համար այդ ամեն ինչը լինում է։ Եթե մտածեմ խանգարում է, չի լինի։ Ես սենց եմ մտածում, ինչ մտքովս անցնում է, ես այդ ամեն ինչը պետք է անեմ, ուրեմն ինձ չի խանգարում, եթե դա մտքովս անցնում է, ես մտածում եմ, դա կարամ անեմ, ուրեմն պետք է անեմ։ Ուղղակի միշտ պարապմունքը պետք է առաջնային դերում լինի։ Այսինքն դուք չեք հարում այն գաղափարին, որ մարդը հաջողակ կարող է լինել մի բանում կամ պիտի մի բանի վրա կենտրոնանա, որ լինի հաջողակ։ Չէ, եթե աշխատասեր ելար, ամեն ինչի մեջ է կարող ես հաջողակ լինել։ Հիմա լիքը բաներ կա, որ ես вообще պատկերացում չունեմ, բայց աշխատել եմ դրա վրա ու արդեն դրա մեջ կարողանում եմ հաջողության հասնել։ Բիզնեսային գործերի մասին։ Օրինակ միշտ չեմ պատկերացրել, ոնց կարող եմ ինչ որ մի բան
ոնց որ գնել ու Վաճառել։ վաճառել, հա մանր ապրանքներ, ասեմ միշտ չեմ պատկերացրել, բայց սկսա ին վրան աշխատել, հասկացա, որ ինչ-որ մանր ապրանքների մեջ, որի գումարը շատ քիչ ես ներդնում, դրա մեջ ավելի շատ է գումարը աշխատելը, քան օրինակ մեծ գումարներ դնես ու մեծ գումարներ աշխատես։ Ու մարդիկ մտածում են, որ ինչ որ գործ սկսելու համար իրանց պետքա շատ մեծ գումարներ, բայց չէ, ոչ մի մեծ գումար պետք չի։ Դու ինչքան ունես, այդքանով կարող ես սկսել այդ գործը անել։ Այս խառը գործերի մեջ լինելը միշտ բնավորություն է։ Հա, փոքրից տենց եմ եղել։ Ամեն ինչ կարելի է անել, ուղղակի պետք է նստես, մտածես, թե ինչ անես, ոչ թե ասես չի լինում։ Օրինակ ես ունեմ եղբայր, իմ հոպարի տղան է, միշտ իր հետ կռիվ եմ անում, ես իրան ինչ ասում եմ, ինքը ասում է չի լինի, ասում եմ ոնց չի լինի, եթե որ դու աշխատես դրա ուղղությամբ, ոնց կարա չլինի, չէ, ասում է չի լինի, ասում եմ բա ոնց եմ ես անում, ու լիքը բաներ ես իրան ապացուցել եմ, որ ասելա չի լինի, ես դա արել եմ, ասում եմ տեսա ոնց է, չէ, դե ասում եմ դա դու արեցիր, ասում դու էլ կարաս այդ ամեն ինչը անես։ Այսինքն հավատալը կարևոր է։ Հա, ես ինչ որ մի բան որ սկսում եմ, ես հավատում եմ, որ դա լինելու է, եթե ես չհավատամ դա լինելու է, հաստատ չի լինի։ Ես Աստծուց մենակ իմ սպորտի մեջ եմ խնդրել, որ ես ունենամ հաղթանակներ։ Ես կյանքում Աստծուց չեմ խնդրել օրինակ ունենամ տուն, ավտո, բիզնես, փող, ինձ դրանք вообще չի հետաքրքրում, դա կլինի թե չէ։ Դա աշխատելու շնորհիվ Աստված թող ինձ տամ մենակ որ իմ ընտանիքը առողջ լինի, իմ շրջապատի մարդիկ առողջ լինեն ու ես եթե կյանքս նվիրել եմ սպորտին, արժանի եմ հաղթանակով ապարգևատրվեմ, այդ հաղթանակը ունենամ։ Հետաքրքիր է, բայց երկու դեպքում էլ դուք եք անում, հասնում այդ հաղթանակին կամ այդ նպատակին, այնպես անում, որ բիզնեսը հաջողի եւ գուցե նաեւ այնպես անում, որ ի վերջո այդ հաղթանակը լինի ձերը։ Ինչու է մի դեպքում կարելի խնդրել Աստծուց, երկրորդ դեպքում ոչ։ Չեմ խնդրում, որովհետեւ այդ ես փոքրից այդ չեմ խնդրել իրան։ Ես փոքրից խնդրել եմ, որ ես իմ կյանքը նվիրելու եմ Շամարտին, ես կարողանամ ամենավերջի ձևով ապարգևատրվեմ Շամարտի մեջ, որովհետև ես ողջ գիշեր գորգի վրա այնպիսի աշխատանք եմ կատարում, որ այդ ոչ մեկ չգիտի էլի, մարդիկ տենում են հաղթանակի մենակ մի պահը, որ մեդալը գցում են վիզդ, բայց չեն տենում ինչ աշխատանք ես կատարում, այդ յուրաքանչյուր հաղթանակի ետևում կա ցավ, կա մեծ աշխատանք, կա նվիրվածություն ու ամիսների, տարիների ոնց որ սոված մնալու, քաշ գցելու այդ աշխատանքը կա ու այդ ես ամեն ինչը արել եմ ու բացի դրանից հոգեբանական այդ ճնշումը, որ դու գոտե մարտելու ես, ես ինչ մարդու հետ, այդ ով ասի, որ այդ լարվածությունը չկա, դա սուտ է։ Եվ հավատը գալիս է օգնելու։ Ու ես միշտ հավատում եմ, որ հա, ես աղոթում եմ, հավատում եմ, որ Աստված կարա ինձ այդ պահին այնպիսի հոգեվիճակում դնի, որ ես կարող եմ հոգեբանորեն հաղթել։ Ես ոչ թե խնդրում եմ Աստծուց, որ ինքը մենակ ինձ տա հաղթանակը, եթե ես արժանի եմ այդ հաղթանակը տա ինձ, եթե ես այդքան տանջվել եմ այդ հաղթանակի համար, տա որովհետև մրցաշարի ժամանակ լիքը ինպես մարդիկ կան, որ տանջվել են ու եկել են իրանք են Աստծուն խնդրել, որ այդ հաղթանակը տան։ Ես մենակ ասում եմ Աստված ջան, եթե ես արժանի եմ ու կարամ այդ ինձ այնպիսի հոգեվիճակի, այնպիսի մտածելակերպի մեջ դի, որ ես պատրաստ լինեմ հաղթելու, ոչ թե ես պատրաստ լինեմ ու չհաղթեմ։ Լինում են տենց պայրը, որ դու շատ պատրաստ ես լինում, ուղղակի հոգեբանորեն պարտվում ես։ Դե ցանկացած գոտեմարտ ռիսկ է, չէ՞, չգիտես ի վերջո արդյունքը կլինի այնպես, ինչպես պլանավորել ես։ Ու ազատ ոչի իմ շամարտում, չես կարա ասես էլի ինչ կլինի, միշտ տարբեր է լինում, ամեն տենց կարա վերջի վայրկյանները որոշի էլի, ով է հաղթում։ Բայց բիզնեսի մեջ ռիսկերի նկատմամբ ավելի հանգիստ եք։ Ավելի հանգիստ եմ ու չեմ մտածում այդ գործունելու մասին։ Երևի մի հատ հետաքրքիր բան պատմեմ, երևի ինչից է երևի եկե, որ ես չեմ մտածում այդտեղ կկորցնեմ ինչ-որ մի բան։ Ես երբ սկսա մտածեցի, որ պետքա տուն կառուցեմ, ես տանս գումարները հավաքել էի, որ շատ լավ տուն պետքա կառուցեի, իմ պատկերացրած տունը, բան։ Ու ոնց որ պահի կա, որ կարող էի այդ փողը ներդնեի բիզնեսի մեջ ու ոնց որ եկած եկամուտով տունս կառուցեի։
Ես փողոց ներդրեցի բիզնեսի մեջ, ասեմ ինչ բիզնեսի մեջ, սարքեցի իրան վիդեոկարտաներ էի առել, ինքը ֆերմա են ասում դրան, ինքը ոնց որ էթերում էր արտադրում, ու ես այդ էթերում վաճառում էի։ Ես ներդրում արեցի այդ բիզնեսի մեջ, բայց մինչև այդ ես այդ գործը անում էի շատ քիչ, բայց անում էի ու լավ գումար էի աշխատում։ Ու ես հենց մեծ ներդրում արեցի, 2 ամիս լավ գումար աշխատեցի ու մի անգամից փակվավ, էլ այդ չեր արտադրում, հանեցին ծրագրի մեջից ու ոնց որ եկել է վախտը, որ ես պետքա տունը սարքեմ։ Ես գումար չունեմ, բայց ես չեմ ասում, չէ, հետո սարքենք դուս։ Ես ասում եմ, օքեյ, պապային ասում եմ ասա, թե շինարարները գան մտնեն, սկսեն գործ անել, բայց ես գումար չունեմ, բայց ես մտածում եմ, որ հենց սկսեն գործ անելու, գումար լինելու, հա։ Ու անկեղծ տենց է եղավ։ Հենց սկսան գործ անել, ես արդեն սկսեմ մտածել, թե որ դուս կարելի է ինչ ոնց, ու ես տունս կառուցեցի, վերջացրեցի։ Ինչքան ժամանակում պետքա կառուցեի, այդքան ժամանակում կառուցեի, բայց փող չունեի, որ կառուցեի։ Ու կարևորը է դա, կարևորը ցանկությունն է, որ անես։ Ու մի հատ է լավ ընկեր ունեմ, որ ինքը բիզնեսմեն է, տենց հաջողակ, ասում է պետքա կարողանաս, ասում է չեղած տեղից այդ ամեն ինչը ստեղծես, եթե եղած տեղից, ասում եմ, ում է գումարը տաս, այդ ամեն ինչը կարա այդ մարդը անի, ու ոնց որ ես գումար չունեի, մի հատ պրոյեկտ ունեի, որ պետքա 4 հատ սեփական տուն սարքեի, ոնց որ ասում եմ, դե այդամ ուրեմն բանան եմ անում, ինչա գծեմ, որը որտեղ է լինելու բան, որ գան քանդեն, ու ես եմ բանանում պրոյեկտները գծում տների, էլի որ սարքում եմ, ես գծում եմ, տալիս եմ ճարտարապետին, ասում եմ, հա բան արեք, մի քիչ նայեք, սա ճիշտ է ու հաստատեք, էլի։ Տենց ոնց որ զանգ է գալի հեռախոսից, ասում եմ, ինչ ես անում, ասում եմ մի հատ շատ հարուստ ու խելացի մարդ ինձ խորհուրդ է տվել, որ չեղած տեղից պետք է անես, ասում եմ, իմ հետ ես, ասում Հարութ Համունը, իրա ինքը Սոչիում է ապրում, ու հիմա տներս արդեն կառուցե վերջացրել եմ, ասում եմ, տես ասում եմ, դու որ խորհուրդ չտեր, ես այս ամեն ինչը չի անի, ու ես ոնց որ բոլորի խորհուրդները ընդունում եմ, մանավանդ որ իրանց ոլորտում հաջողություն են գրանցել ու ես այդ ոլորտում եմ ինչ-որ մի բան ուզում անեմ, ես իրանք ինչ ասեն, ես այդ ամեն ինչը ընդունում եմ ու փորձում եմ իրանց ասած ձևով էլ անեմ, որ ես էլ հաջողության հասնեմ։ Դե այս պատմությունները փաստում են, որ իրական բիզնեսմեն եք, մտածողության առումով։ Ու սպորտից հետո իմ ընկերները ասում են, որ դու սպորտից հետո ասա ու շատ ուժեղ բիզնեսմեն ես դառնալու ու կարողանալու ես քո ուզածին ինչ պատկերացնում ես այդ դրան հասնես։ Ձեր անձի բրենդը որպես մարզիկ այստեղ կարևոր է, որովհետև կապերի մասին խոսեցիք, ասացիք, որ ընկերներ ունեք, բնականաբար մեծ նետվորք ունեք մարդկանց ամբողջ աշխարհում։ Դե շատ կարևոր է, դե ես սպորտում ունենում եմ այդ ճանաչումը, ունենում եմ այդ ընկերները ու այդ ամեն ինչը կարելի է օգտագործել։ Օգտագործում եք։ Այո, ես եթե այդ ամեն ինչը չօգտագործեի, չէի կարող այսքանը անել։ Ու նաև մոնետիզացնում եք ձեր անձի բրենդը, շատ ակտիվ եք նաև թվային հարթակներում։ Դա էլ է բիզնեսի ձև։ Դա, այո, հա, բայց որ ասեմ ես եմ ակտիվ, չէ, մասնագետներն են ակտիվ, ես որ ուզենամ օրինակ սոցիալական կայքում ինչ-որ ժամանակ անցկացնեմ, չեմ կարող, որովհետև այդ ժամանակը չունեմ։ Ես անգամ նայել եմ, ես ամսվանից 3-ից 4 ժամ եմ լինում սոցիալական հարթակներում։ Բա համագործակցություններն ինչպես եք հասցնում։ Ինչը նկարահանվում է բան, այդ թիմը կա, ես ինչ անում եմ, այդ ակտիվ կյանքս նկարվում է, այդ ամեն ինչը պարապմունքի ժամանակ իմ ես պարապում եմ, այդ նույն վարժությունը անում եմ, չէ, նույն վարժության մեջ ինչ-որ մի բան պետք է օգտագործեմ, որ այդ համագործակցությունը լինի, իրենք այդտեղ են նկարում են այդ ամեն ինչը մոնտաժում են, տեղադրում են, ես պարապում եմ, մեկ է պարապմունքից հետո տենում եմ ինչ-որ մի բան հրապարակվել է, այս վերջում էլ բանը Ծաղկաձորում պարապում ենք, մեկ է մարզիչս եկել ասում դու մի րոպե առաջ ոնց ես հասցրել ինչ-որ մի բան հրապարակել, ասում ես չարել, ով արել, տենց չեմ պատկերացնում էլի, մի քիչ սպորտսմենները սոցիալական հարթակներից հեռու են, չեմ պատկերացնում այդ, ասում ով արել, ասում դու ոնց վստահել ես ուրիշին, ասում հա դե ժամանակն է դրան տանում, եթե ակտիվ չեղար սոցիալական հարթակներում ինչ-որ մի բանից հետ ես մնալու, դրա համար եթե կա մասնագետը, որ կարող են
այնպես անել, որ ես ակտիվ լինեմ սոցիալական հարթակներում, ինչի չլինեմ։ Բայց դա հայտնիության մասին է ձեզ համար, թե էլի բիզնեսի ձև է ու գումար աշխատելու տարբերակ։ Ես կարող եմ իմ անունը սարքեմ բրենդ, որ վաղը միսօր ես իմ անունով գումար աշխատեմ։ Իսկ եթե ես ուղղակի նստեմ տունը ասեմ, չէ, այս մարդը ասում է սենց օրինակ էսի չի կարելի սենց անել, ես ուրիշի կարծիքներով ապրեմ, վաղը միսօր, որ ես էլ իրանց կողքը սիրուն դիվանին նստած կլինեմ, բայց ես գիտեմ սպորտը կարճ կյանք ունի, դու պետք է մտածես դրա մասին ու ասեմ ինչը ոգևորեց ինձ, որ ավելի շատ ակտիվ լինել սոցիալական հարթակներում, ես հիմա ինչ-որ մի հատ մարզասրահ մտնում եմ երեխաների հետ ոգևորությունը, որ գալիս են, ասում են մենք նայելով ենք եկեք քեզ, նայելով ենք եկեմ շամարտի, ծնողները գալիս են, ասում են երեխեքը հեռախոսի դեմից կտրվել են, ասում են գնում են շամարտի կամ ուրիշ սպորտի են եթում ու այդ ու ինչ որ միտեղ որ հրավիրում են, ես ասում եմ գալու եմ, ինչքան երեխա է հատ է հավաքվում, ու դա շատ մեծ ոգևորություն է ու կարելի է այնպես անել, որ երեխեքը ոգևորվեն, գնան սպորտի ու ավելի ուժեղ դառնալ։ Գումար աշխատելը ուժեղացնում է մարդուն։ Այսինքն, եթե դու կարողանում ես շատ գումար աշխատել, դու ուժեղ ես։ Չէ։ Ես դա շատ եմ մտածել։ Միշտ վաղ մտածում էի, հա, եթե կարողանաս շատ գումար աշխատես, դու քեզ ուժեղ ես զգալու, բայց չէ, այդ չի ուժեղությունը։ Ուժեղությունը, որ ներքին հանգստություն ես ունենում, լավ ընկերներ ես ունենում, լավ ընտանիք ես ունենում ու ինքդ քո դեմ արդար ես լինում, որ ինչ որ մեկին խափած չես լինում, արդեն հանգստությունը, ուժեղությունը դա ես զգում։ Գիտես, որ པարզ ճակատով կարող ես բոլորի աչքերի մեջ նայել։ Այսինքն գումար աշխատելը ձեզ համար ուղղակի գործիք է կամ միջոց ձեր երազանքներն իրականացնելու։ Գումար աշխատելը, հա, իմ համար այնա, որ ես կարողանամ իմ ցանկությունները իրականացնել։ Չէ, միայն իմը չէ, ընտանիքին ես, ընկերներին ես, բոլորին ես շրջապատ, ինչ մտքով ես անում։ Ես 2020 թվականից միշտ իմ աշխատածի մեծ մասը ես միշտ բարեգործության եմ տվել ու միջև հիմա էլ տալիս եմ, տարվա մեջ մի քանի բաներ կազմակերպում եմ ու դա կարևոր է ձեզ համար։ Շատ կարևոր է։ Ինչու՞։ Իմ համար շատ կարևոր է, ես օրինակ սենց ասեմ, իմ համար կարևոր է, որ իմ կողքի մարդիկ, որտեղ հիմա ես ապրում եմ, ես տնից դուրս գամ, ես չտենամ, որ իրանք նեղության մեջ են, իրանք վատ են ապրում։ Մի փոքր ազգենք, եթե մեկս մյուսի հանդեպ տենց մտածենք, մեկս մյուսին օգնենք, մենք ամեն ինչի կարանք հասնենք։ Մի առիթով ասել եք, որ 28-ից 32 տարիքը այդ ժամանակահատվածը կարևոր է լինելու ըմբշամարտում հաջողությունների համար եւ ամենակարևորն է լինելու։ Հետաքրքիր է դրանից հետո արդեն 32-ից հետո բիզնեսով եք զբաղվելու։ Ես միշտ մտածել եմ, որ 28-ից 32 տարեկանում ես սպորտի մեջ շատ հաջողություններն եմ գրանցելու, ամենափորձառու ումբիշներից մեկն եմ լինելու։ Ու 32-ից հետո որոշել եմ, որ էլի սպորտով եմ զբաղվելու, բայց մի քիչ կենտրոնանալու եմ ավելի շատ բիզնեսի վրա, որ մինչև 40 տարեկանում իմ ուզածին լրիվ հասնեմ ու 40-ից հետո արդեն սաղ աշխարհով մեկ, հա, իմ կյանքը վայելեմ իմ ընտանիքի, իմ ընկերների հետ։ Թող լինի այդպես։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ շատ։